Ողջույն, գործարար ալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենադարձների հետ հայրենադարձության մասին։ Այսօրվա մեր հյուրն է բժիշկ Գևորգ Աբգարյան Ֆրանսիայից։ Ողջույն, դոկտոր Գևորգ։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերքի համար։ Մենք ուզում ենք իմանալ դուք երբեք հայրենադարձել Փարիզից երևի եւ ինչի համար։ Մենք վերադարձել ենք, չեմ կարող ասել, որտեղ մենք տեղափոխվել ենք, որտեղ Հայաստանի իմ երկիրս չի եղել, իմ երկիրս եղել է Թուրքիան, գնոջս երկիրը Հայաստանը, երկրորդ գնոջս, վերադարձանք 2020 թվին օգոստոսին, ինչու համար վերադարձանք, եթե վերադարձանք բարը օգտագործել, որտեղ առաջի օրեն իմ երազանքներ, մի օր Երբ որ ձեռանամ, կամ թոշակ լինեմ, կամ ապրեմ Հայաստան, սա իմ երազանքներ, նաև ուզում էի Արցախ ապրել, մի ժամանակ, հետո դա հետացկեցինք, որտեղ երախան փոքր էր, երկրորդ կնոջ մի ունեցած երախան, ու դրա իրեն ուզում էի ֆրանսական ուսում դայի, դրա համար Երևան հաստատվեցինք։ Ձեր նմանները շատ են, որոնք թոշակի կանցնեն դարբեր երկրներում ու շատերը կարող են այս քայլին թիմել, որովհետև թոշակարու ես կրնաս ավելի թյուրին։ Ես թոշակ չանցած արդեն որոշումս տվել էի, որ պիտի գամ, սակայն արի թեղավ թոշակը, ստիպված թոշակ վերցրեցի, որտեղ հիվանդացա կովիդով ու չկարողացա անեստեզիա անել ու այդ պատճառով ստիպված թիմեցի թոշակս առնել ու դրանով գալ ապրել Հայաստան, այո։ Բայց գիտեք շատեր կան, որ նույն ցևով կմտածեն, բայց շատ քիչերն են այդ քայլին գտիմեն։ Ադոր բաժարները ես ալ չեմ գիտեր, որովհետև ցանկություն կա, բայց քայլ առնել չկա։ Եթե կորձ ունես, թեր հասկանանք, որ ինչու չես կար, որով կորձը չես ուզեր ցկել։ Բայց որ թոշակի ես ինչու շատ հայեր, Ամերիկա, Կանադա, որոնք հիմա թոշակի են գրնան, կոնե 6 ամիս հոս ապրիլ, 6 ամիս հոն ապրիլ, ինչու չեն թիմեր իմ համար կախնիկ է։ Որտև չեն հավատար, որ ապահովված են ստեղ փողի հարցով, այսօր արդյոք իրենց փողը ընդեղ կհերիքի, ստեղ գահերիքի, կամ ոչ իրենց թոշակը հոս կհերիքի, կամ ոչ։ Աժան է հոսքան հոն։ Չէ, շատերի փանով, բացույցով։ Չէ, ես ընկերներ ունիմ, որ օրինակ համար թոշակնին լիմիտ է հոստեղ ապրելու համար, որտեղ ստեղ դուն չունին, վարձք պիտի առնեն եւ այլն։ Ես գիտեմ, եթե ժամանակի մի հատ միսենյական հոստուն առնեին, այսօր շատ հանգիստ կարային կալ ավելի հեշտ էր ստեղ ապրել, քան թե Ֆրանսիա։ Բայց ինչ լավ է, որ ասնույթը բացվեցավ, դուք բժշկական ոլորտի մեջ եք, շատերի իմ լսածով, որ շատերը չեն կար մեծ տարիքով, որովհետև բժշկությունը հոս ճիշտ չեն կարող ստանալ։ Դուք հիմա այս հարցի պատասխանը կրնաք տալ, որ համոզենք իրենց։ Այո, հիմա նայեք, այստեղ երկու ուժով բժշկություն կա, մեկը շատ լավ բժշկություն, մի քանի կետրոններ են, առաջինը իմ թիմս պետք է պաշտպանեմ Նայրին, ինձ համար Նայրին շատ։ Ինչ բաժին ունեք հոն։ Այնտեղ ես ստեղծել եմ օնկոլոգիական բաժանմունք, կանսերոլոգի։ Իմ մասնագիտությունս չէ, սակայն սա իմ առաջի գնոջ վերջին ցանկություններ, որ ես ինձ վերջին խնդրանքներ, որ ես Հայաստան եվրոպական մի բաժանմունք ստեղծեմ։ Մագարտակով, բարձր մագարտակով։ Շատ բարձր մագարտակով։ Օնկոլոգիական։ Օնկոլոգիական։ Մասնագիտությունը չէր ասում։ Իմ մասնագիտությունս անեստեզիոլոգիստ, ռեանիմատոլոգիստ է։ Եվ Ֆրանսա 41 տարի աշխատել եմ այդ մթնոլորտում, ամենը բարձր հիվանդանոցներում, սակայն գնոջս ցանկություններ մահանալի առաջ ինձ խնդրեց, որ ես բաժանմունք բացեմ, որովհետև շատ բաժանմունքներ բացել եմ, չեմ ուզում բոլորը ասեմ, Երևան հիվանդանոց ինչ բաժանմունքներ բացել ենք, գնոջս վերջին խնդրանքներ ասեց, որ ինձ շատ լավ եք բուժում Փարիզ, սակայն տեսնում եմ, որ քեզ թիմում են հայրենագիցներ, որոնք գարիք ունին
լավ բուժման, իսկ ինչու դու մի հատ լավ բաժամունք չես բացում, քիչ կողորտը բացեցիր, ռեանիմացիոնը բացեցիր, ծննդադունը բացեցիր, մի հատ օնկոլոգի բաց։ Ինքը չէր իմանում, որ այդ բացված բաժամունքը իր անունը պիտի գրեր։ Ու հետո մահացավ։ Իսկ որ ասում եք լավ բաժին, միջազգային, այսինքն լավ բաժին, սարքերեն կախված է, թե գիտելիքներեն։ Երկուսեն կախված է։ Սա թիմային աշխատանք է։ Դնորենություն, որ պետք է լավ սարքերը վերցնե, եւ բժիշկները, որ իրենք պետք է լավ պատրաստված բժիշկներ լինեն։ Ինչպես կպատրաստվին, գուղարգվին ու մենք կընտրենք։ Ես կընտրեմ օրինակավորին բաժամունքը աշխատելիք բժիշկը ես կընտրեմ։ Իրեն ինքը պետք է իմանա անգլերեն, ինքը պետք է իմանա վերջին նորությունները, ինքը պետք կարողանա օգտագործել ինտերնետը եւ եվրոպական, ամերիկական միշտ տեղյակ լա։ Այո, միշտ տեղյակ բիլա, այդ սայթը պետք է գարենա, NCCN սայթը պետք է գարենա օգտագործել։ Երրորդը հիվանդանոցի պայմաններն են։ Այսինքն հիվանդին պետք է մենք լավ ընդունենք։ Հիվանդին պետք է մենք ընդունենք եվրոպական մագարտակով, մի քիչ ավելի լավ, որովհետև ավելի հոգադար ենք Հայաստան, մենք չենք կարող ասենք այսօր բժիշկ չի գա, շաբաթ գիրակի է Ֆրանսա, այդպես կասեն, գնացեք ընդունարան։ Իսկ մենք մեր հիվանդներուն 24 ժամ պատասխան ենք տալիս։ Շաբաթը 7 օր, չեմ ցանկանում, որ գիշերը ուտնեն հետո իմ բժիշկներուս անհանգստացնեն, եթե խնդրեմ ունին, առաջ ցանգեն։ Սա հիմա եթե վերադառնանք ձեր առաջի հարցին, այո, Հայաստան շատ լավ բուժում կա։ Սակայն եթե օգտագործվելու համար պետք է դու ապահովագրություն ունենաս։ Այդ ապահովագրությունը բոլորը չեն ցանկանում ունենալ։ Եթե պետք է Հայաստանի պասպորտ ունենաս, որ դու կարենաս 65-ն առավելը օգտագործես։ Ամեն ինչն էլ չէ։ Ամեն ինչի համար է։ 65-ն հետո այո, ամեն ինչի համար է։ Այսինքն ես որ կասկածներ ունեի դրա մասին, տեսնում եմ, որ այդ կանոնը լավ է աշխատում։ Վերջերս որով ասացին, ինչ որ նկարներ կա, որ MRI-ը գա, մյուսը չգա եւ այլն։ Չէ, ամեն ինչը գա, եւ անգամ թեփսկան, որ քունավոր սկաներ են ասում, մի մասը կառավարությունը հատուցում է, այսինքն քինը 450,000 հիվանդի վրա նստում է 200,000 դրամի։ Իսկ դուք որ լավ բաժին եք բացել, հիմա Հայաստանի մասշտաբով հերիք է, ադիտեր պետք է զարգանանք, մարզեր եւ այլն։ Նայեցեք, սա ապել դրեղ։ Մեքենային դեպեն, երբ որ գնաս, քեզ կքաշի իր օդը կքաշի քեզ։ Այդպես էլ եղավ, այսինքն օնկոլոգիական բաժամունքին առաջինը ժամանակից մենք բացեցինք, հետո գամած սունգի նման աճելը սկսավ։ Բաժամունքներ ու լավ բաժամունքներ։ Լավ են, դուք գիտեք այսինքն ինչպես։ Գիտեմ, մեկ-երկու հատը լավ են, մեկ-երկու հատը շատ լավ են։ Այսինքն ամենալավը մերն է։ Կովաստ։ Ուղղությունը դեպի ասված մեկում պետք չունենա, բայց պիտի իմանաք, որ լավն է գա Հայաստանում այդ հնարավորությունը։ Այո։ Որը չկար առաջ։ Առաջ միշտ Ֆրանսա, Գերմանիային ուղարկում, նույնիսկ Ամերիկա։ Մատնայք Երևանի հիվանդանոց հրաշալի ջարակայթի կետրոն բացվեց։ Հրաշալի թեփսկան բացվեց վերջին սարքերով ու բժիշկները շատ լավ են։ Այսինքն սա ոնց կարան գսել որ չի գա, այսօր մեր հիվանդանոց նայրի գալիս է արտասահմանի հիվանդներ բուժվելու։ Մի օր առաջ տեսա Սլովակիայից, ունենք Սոչիից հիվանդ։ Սլովակ հիվանդ ունենք։ Կազախստանից հիվանդ ունենք։ Ուղարկել են հատուկ մեր երկիր։ Այո, գալիս են հատուկ մեր երկիր, որտեղ օրինակ մեր օնկոգինեկոլոգիական բաժանմունքը շատ լավն է ու շատ հայտնի մասնակիցներ են աշխատում։ Գիտեք, ես ուզում եմ նաև գիտեմ, որ դուք առաջին ցերայից եղել աղետի ժամանակ, երկրաշարժի ժամանակ։ Ու այն ժամանակվան է դուք սիրել եք մեր երկիրը։ Այո։ Շատ հետաքրքիր է, որ մարդիկ հիմա գուքան ու շատ բան չսեր իրենց համար, հայրը մասին է խոսքը։ Դուք այն ժամանակ եկել եք ու ասել եք մի օր պիտի ապրեմ այս երկիրը, չէ՞։ Այո։ Ինչպես կլա դա զգացումը, որ սա սիրահարված է։
այսինքն Սավատ Փանչի Հայաստանի վրա ասել է որ իմ մեջս կար այդ քախտնի մի դեղ բախվդած ու դա դուրս եկավ որտեվ հայ չէի զգում ինքս ավելի շատ մինչև 25 տարեկան թուրք էի զգում որտեվ Թուրքիա ծներ մեծացել եմ հետո Ֆրանսա 100% ֆրանսացի եղել եմ սակայն մի րոպե գա որ այդ րոպեն ամեն ինչը փոխում է երբ որ առաջի անգամ մոդեռնիտ դնում եք Հայաստան ու տեսնում եք որ ծեր ասկը ծեր գարիք ունի ավետալի ժամանակ էր շատ դխուր ժամանակ էր բայց դուք սիրահարվեցիք այս երկրի վրա մարդոց վրա սիրահարվեցի բժիշկ ընկերներով վրա սիրահարվեցի որտեվ շատ լավ էին սակայն կգարձեին որ իրենք ամենեն լավն են աշխարհի ամենալավ բժիշկներն են իրենց կամած բացատրեցի որ իրենց գիտելիքներից ավելի լավ ուրիշ բաներ կան ու հայ ասկը շատ խելացի ասկ է մի անգամից ըմբռնում է որ այո կարելի է ուրիշ լավ բաներ կա որտեղ ես առաջի անգամ աղիլի ժամանակ էպիդուրալ անեստեզի, սպինալ անեստեզի, հիվանդի միայն թևը քնացրեցի ու տեսամ որ սա ուրիշ մի բան է միայն ոտքերը քնացրեցի սպինալ անեստեզիով ու մի անգամից գցեցի ասեղս քեդին իսկ այդ ասեղը իրենք վերցրեցին քետնից աղբամանից վերցրեցին ասելը որ մենք չենք տեսած այսպես բան հետո սովորեցին անելը հիմա բոլորը հրաշալի դիրապետում են Պաստորեն այդ գիտելիքները գիսվիլը ոգևորություն է ստեղծում գիտելիքները ունեցողի մոդալ ոչ միայն թիմացինին այլ մոդալ ու դա ծեր մոտ ոգևորեց որ ինձ շատ ոգևորեց այդ իրենց փյուղթե զուլալությունը իրենց մակրությունը իրենց մեջի մակրությունը իրենց քեզ ճունին ոչ մի բան ու մի բան ուզում են քեզ նվիրեն ու մտածեցի որ ես չեմ կարասա անդես մնալ սրանք ասեցի ես գալիս եմ վերադառնում եմ ու վերադարձա մի քանի ամիս հետո բայց դոկտոր Քևորգ մինչև 25 տարեկան Թուրքիայից բայց ես համոզված եմ որ հերենատարածները որ ես տեսած եմ հոս միշտ կորձիկի եղած է դան մեջի դաստիարակությունը հայրիկի եւ մայրիկի ոչ թե դբրոցը ոչ թե ագումբը այլ ծնողքի վստահ եմ ծեր դան մեջ ինչ որ կորձ դարվելը որ դուք թուրք չեք եղել շատ կարևոր կորձ մենք մեր դունը միայն հայերեն էինք խոսում մենք մեր դունը հայերեն երաժշտություն էինք լսում մենք մեր դունը բադարակն էինք լսում մենք եկեղեցի էինք գնում սակայն իմ միտքիս մեջ այսին հայությունը աչափ կարևոր դեղ չուներ կարելի է սակայն սա մինչև 11 տարեկանից 11 տարեկանից հետո գնացի անգլիական վարչարան այնտեղ թուրքերուն հետ շփվեցի ու շատ լավ թուրք ընկերներ ունեցա որ մինչև այսօր իրենց հետ գաբի մեջ եմ ու շատ լավ ընկերներ են իրենց հետ կարող եմ անշուշտ կարող եմ խոսել ընկերներ ունիմ որ ցեղասպանությունը կընդունեն ընկերներ ունիմ որ 6 սեպտեմբերին ինչ եղավ Թուրքիա Հրանտինքի հետ կապված չէ հրանտինքի շատ արդեն հրանտին շատ կսիրեին հրանտինքը որ իմ ընկերս եղած է ու ինձ քիչ մը փուժած է ասագաթուրքությունից համար բայց ասենք որ ես օրինակ շատ մեծ օրինակ կբերեմ մարդոց որ հիմա գսեն որ Թուրքիայի հետ պետք է խաղաղություն ասենք ես գուզեմ օրը որ ղեկավարներ ունենան Գերմանիոպես որ ամեն ինչը իրենք ավելի ճիշտ տեսնեն չունենք հիմա ով թողասի չունենք բայց հրանտինքի պես մեկը որ փորձած է այդ գամուրջը ստեղծել նույնիսկ ադոր երդասարդ ցերունտի մարդ սփանեց այսինքն մենք հերուն թեր չկա հույսը հիմա գոյմա Թուրքիայա ինչպես որ ուրիշ երկիրներ գա էքստրեմիստներ Թուրքիայի ինձ մնա 10-15% էքստրեմիստ են ինչ ուզեք արեք կոշկայլեր են այդ կոշկայլերն ես լավ եմ ճանաչում որտեղ համասարանում իրենց հետ հանդիպեր եմ ու վտանգավոր մարդիկներ են դրա համար հրանտը սկուշ չեղավ Երբ որ ասեց, որ Աթաթուրքին աղջիկը հայ էր, որտակրած աղջիկը Սաբիա Գյոկչյանը հայ էր։
Բայց Գոշկայլերը Աթաթուրքին չեն սիրեր օրինակ Ոչինչ, Հրանտին ավելի շատ չեն սիրեր։ Բայց դեսեք ինչ կարելի փոխանակ դուժվողը հայը այդպիսի կորձողություններն է terrorism իրենք գնեն մեր վրա այսինքն չի վերջացանք դեր ադեի բացադրած ցավոք սրդի չի վերջացանք Սակայն պետք է քայլ անել ես այդ դե քայլը իրենք կապիտեն եսը գնան բայց թիմացին եթե չրավ սակայն նողգա չգարձեք որ չեն եթե ղեկավար լինի Օրնա ընկերներ ունիմ համալսարանից որ ինձ գաղաչեմ որ իրենց հրավիրեմ Հայաստան բոլորը պրոֆեսորներ են դոցենտներ են եւ այլն ու իրենք գխնդրեն ինձ որ ես մի օր իրենց հրավիրեմ Հայաստան ու միասին վայելենք միասին գնանք եկեղեցիներ միասին խոսած կոնֆերանսներ ունենք եւ այլն շատ հարկի ընկերներ ունիմ որ գանտիբիմ 15 օր առաջ իրենց հետ միասին էի Մեր երազանքը այդ է որ մի օր այդ ծեր ընկերները ղեկավարության կան մինչև հիմա չի եկած անանք մարդիկ ցավոք սրդի միշտ իրենց ստոպրած են ուրիշ մարդ եկած է այդ օրը որ կա մենք իսկապես խաղաղություն կունենանք Ես հույսով եմ որ այդ օրը կուքա հույսով ենք դարիներ հետո կուքա որովհետև չի գնար աշխապ դաժան երկար դեվել ես մի հատ էլ հարց ունեմ որ վերջերս խոսեցանք ես միշտ նաև հայրենադարձությունը չեմ ամենուն համոզեր որ եկեք մեր նման բոլոր դարին հոսաբրեք եւ այլն նաեւ գա գիտելիքների փոխանցում որ մենք հայրուրավոր չնայած հազարավոր բժիշկներ ունենք աշխարհով մեկ լավ բժիշկներ Լիբանանեն մինչեւ Կանադա Ամերիկա որոնք գրնան հոս իրենց գիտելիքները գիսել մեզ հետ այս հրավերը իրենց որքան մեկ շաբաթ թեգուս մեկ ամիս կամ տասախոսեն կամ վիրահատություն ունեն կամ քյուղերի երթան ինչ որ պոլիկլինիկաներում մեջ խորհուրդներ դան այս ինչու չենք կրնարանել ինչու չի այս կրենք մենք այսօր ռոբեին գանենք մենք այսօր ֆրանսիական նոր ասոցիացիոն ունենք որ այդ ասոցիացիոնը օրինակի համար Սյունիք կուղարկի բժիշկներ Սյունիք կուղարկի կինեզիթերապևտներ հայ եւ ֆրանսացի Մեկում ամուսինը հայ է ասաղջիկը գուկա դարիներով Սյունիք կերտա բոլոր քյուղերը գայցել են իրենց գիտելիքները կփոխանցեն ստեղ մի խնդրեմ կա ստեղ մեծ խնդրեմ կա որ պետք է անպայման ասեմ որովհետև լիսանսի հարց կա լիսանս հինեն Հայաստան եկողը գուկար ես բժիշկ եմ գսեր ոչ գստուգեինք ոչ բան կանեինք Իսկ հիմա այդպես չի Հայաստանը երկիր է պետություն է որ պետք է դուն ստուգես ով գալիս է այստեղ տասախոսության ես գիտեմ որ օրինակ Ֆրանսիայի ամենեն թիվ 1 պնեումոլոգը ես բերում եմ թոքային բանը մի շաբաթ բերում եմ մեր բժիշկի հետ կոնսուլտացիան է անում տասախոսություններ է անում սակայն ասմարտեն ուզում են լիսանս ասմարտը 520 հատ հայդարարություն ունի scientific paper ունի ու իր մեր լիսանս ենք բանջում այսինքն դժվարություն կա այսօր պրոֆեսոր Գարաբեդյանը որ Ֆրանսիայի թիվ 1 գիտկոգորտի եւ Հայաստանի մոդեռն գիտկոգորտի դպրոցը բացող պրոֆեսորն այսօր եթե գա ինքը մենք իր մեր լիսանս պիտի ուզենք այս մարդը չի ուզում գալ հիմա կստեղ ինչ պիտի անենք Չի ուզում, որովհետև լիսանս են ուզում, այսօր դու աբացուցի Մինիստրը սանտե առողջապահության մինիստրությունը Բայց լուծում չի գա այդ հարցը Գա, շատ երկար է, մարդը ասում է ես պրոֆեսոր Գարաբեդյանն եմ Ես ինչու ինձի դուք նշան դվերեք Հերացի սկանշան դվերեք Այսինքն ես ինչու ամեն անգամ գալուս ես պետք է լիսանսս Ցեզ ներկայացնեմ ես պրոֆեսոր Գարաբեդյանն եմ ինձի գարմիր կորք են դնում ուրիշ երկիրներ ոնց որ չուզենք գալ ոնց որ չուզենք իրենց գալը գալիս են հիմա ուրիշ ցև են գտնում եւ այլն սակայն այդ լիսանս առնելը քլխացավ է հասկանում եք օքեյ շատ լավ բան է որ ամեն մարդ չի գա այստեղ իմ ընկերս պրոֆեսոր Միքայել Սկոմ Մուրատօղլուն Իստանբուլեն իմ տասնգերս է այս տղան մոդեռն նեյրոլոգիի դպրոցը բացեց Երևանի հիվանդանոց հիմա ինքը վախենում է հիվանդին ցերկ կպնել
Ինչու, որովհետև լիսանս իրեն մի շաբաթվա համար գալիս է 1000 թուղթ են գուզի իր մե հասկանում եք Սովետական բյուրոկրատին է այսինքն չեմ իմանում ինչ է բայց շատ ճիշտ է բայց մեզի օգուտ չփերերի հիմա դուք այսպես ասում եք թող կամ մեզ փոխանցեն շատ լավ սակայն լիսանսի հարցը պետք է լուծվի այսինքն մի հատ մեկը պետք է որ շատ շուտ լուծի այդ հարցը ոչ թե ցկցկե ոչ թե ասի ինձի դիպլոմը ուղարկե ինձի դիպլոմը թարգմանի ուղարկե ինձի քրագանության մեջ ինչ թուղթեր արեցիք ուղարկեք ինձ եւ այլն եւ այլն չէ գուկա սակայն ակտիվ չի ուզում մասնակցել իրենգան սկոնը չի ուզում մասնակցել դոկտոր բայց բավականին կոնֆերանսներ կա ջարդարաբեդների չեմ գիտեր համաշխարհային կամ Հայաստան սփյուռք այսպիսի կոնֆերանս համաշխարհային բժիշկներու չեն կարող Հայաստանի մեջ անել ու այս բոլոր հարցերը հատի ուզում էի որտեվ լսեցի մի դեղ որ ասում էի չէ գա երկու տարի մեկ բոլոր աշխարհի հայ բժիշկները հավաքվում են ուր հոս Հայաստան երկու տարի մեկ սփյուռք երկու տարի մեկ Հայաստան այսինքն 4 տարի մեկ Հայաստան է այսինքն չեմ իմանում վերջինը եթե չեմ սխալվում Իսպանիա եղավ հիմա հաջորդը ուր պիտի լինի չեմ իմանում ես չեմ գնում սակայն 92-ին երբ որ եղավ Փարիզ դրա պրեզիդենտը ես էի այսինքն կոնֆերանսի բոլոր աշխարհեն հայ բժիշկներ եկան Փարիզ գպերը թե նկարվելու համար է եթե ասլիսանսի հարցը այսքան երկար է չէ ադի աչա բոկուտ չփեր մեր մեջ ադի աչա բոկուտ այո ավելի լավ ինչ է կոնֆերանսներ սարքելն որ օրինակի համար մի ամիս առաջ բարձր աստիճանի շատ բարձր աստիճանի գարամսել որ պրոֆեսոր Վիգեն Բաբիկյանը եւ Բոստոնից եւ իմ ընկերս Edmontonից Միքայել Սկոմուրատոğlu'nun շատ բարձր նեյրոլոգիկ critical care, այսինքն ռեանիմացիոնի կոնֆերանս կազմեցին եւ բոլոր աշխարհեն Google Meeting-ով մասնակցեցին։ Հոս եղավ։ Երևանը շատ բարձր մագարտակ էր ու թահլիճ լիքներ։ Այսպեսի բաներ շատ կազմակերպվում է, օրինակ մի քանի օր առաջ կարդիոլոգին արեց սեպտեմբերին քիթկոգորտ ունի պրոֆեսոր Գարաբեդյանը գալիս է թե սփյուռք թե Հայաստանին հա այո ոչ միայն հոս ոչ միայն հոս հետո մեր բժիշկները գնում են օրինակ իմ բաժնիվարիչս Լևոն Բադարյանը դարին 2 անգամ գնում է ու մենք մեր երդասարդ բժիշկներուն անպայման ուղարկում ենք ես անցամբ հետևում եմ որ գնան սովորին վերջին նորությունները սակայն ոչ թե туриզմի մտնեն առավոտ երբ որ ես անեստեզիոլոգիստ էի առավոտ 7-ին սկսում էի անեստեզի միտինգին գնացու մինչև Երևան 5-ը կամ 6-ը ես ուզում եմ որ չգնաք միայն туриզմներու միայն գնացեք սովորելու լսելու շատ լավ է այս երուզերը գա Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ ուշով ենք ավելի շատանա որովհետեւ նույնիսկ շատ բժիշկներ գճանչտան այս աշխարհում եք որ մեկը հրավեր չստանար մեկը այսինքն ինքը եթե նախաձեռնություն չունի չեն գանչել այս տեսփանադունները չմնաց այդպեսի բան տեսփանադուններու խնդրեմը թող աշխատին գա թող աշխատին տեսփանադունները այս հարցերով վրա չոք սպասեմ որ մարդկա թուրը ձեզ այլ իրենք թուրը ձեզ են մարդ չէ շատ դժվար է վիզայի հարցերը դժվար է ասեմ ձեզ Հայաստան քալու չէ Հայաստանեն դուրս է չէ ես կսեմ որ հոնդեղեն մասնակետ բժիշկները հոսպերելու իրենք հրավիրեն ոչ մի խնդրեմ չկա մենք հրավիրում ենք ամենեն բարձր պրոֆեսորներուն մենք հրավիրում ենք իսկ ծեր ընտանիքը հոս հիմա ծեր երեխան եւ այլն լրիվ ուրիշ կյանք ապրում հագարակ ինչպես որ մենք գաբրեինք Սփյուռքի մեջ չէ ինչպես է ծեր քնահատականը ծեր մենք շատ երջանիկ ենք Հայաստան ասեմ թե ինչը կսիրեք Հայաստան ինչը ամեն ինչը կսիրեմ կարող եմ չսիրածներս ասեմ չսիրածներս հա շատ է բայց չէ շատ ամեն երկիր ունի իր չսիրածները շատ բան կսիրեմ Հայաստան իսկապես խաղաղությունը կսիրեմ այս վարյանի խաղաղությունը կսիրեմ ազատությունը խոսքի ազատությունը կսիրեմ կարող եմ ամեն մեկուն իմ մտածածս ասել հինեն կարելի է չէի կարող ասել գսիրեմ
ապահովությունը, այսինքն ես կարամ իմ 13 տարեկան երախուս թողնել ժամը 9-ին դունգա մինագը, իսկ Փարիզ չեք կարար թողնել, գվախենակ, ժամը 5-ին հետո ես հաց առնելու անգամ չեմ թողնել իմ երախայից, որ գնա հաց վերցնե գա, եթե Փարիզ, եթե պիտի գնա, ապրում ենք Փարիզի կենտրոնը ուշադրություն, Արվարձան չենք ապրում, Փարիզի Էյֆելյան աշտարակի մոտ ենք ապրում, սակայն ես իմ երախայից, երբ որ հաց առնելու ուղարկում եմ, դա իրիկունու չեմ ուղարկում, սակայն երբ որ ուղարկում եմ, ասում եմ հեռախոսը թող այդպես գնա, որտեղ հեռախոսի համար կարան իրեն սպանել, կարան իրեն ձեզել, այսպեսի բան կարող եք Հայաստան մտածել, չի գա, ապահով եք, աղջիկներս գալիս են, հիմա մեծ են, թորնիկս, օրինակ ես իրենց աղջիկներուս թողնում էի առավոտի 11-ին վերադառնում էին դուն, հանգիստ եմ, պրոբլեմ գա, չի գա։ Դուք շատ երաժշտություն գլսեիք ձեր դունը փոքր ժամանակ, հիմա այդ երաժշտությունը հոս համերգների դեսկով գլսեք։ Այո, գգնանք համերգների գգնանք, վերջին անգամ մայստրո Ռոբերտ Ամիրխանյանին համերգին գնացինք, 24-ին էլի պիտի գնանք, թատրոն գգնանք, հայկական, εμείς համար սրանից, հետո եղբայրություն գա այստեղ, այս եղբայրությունը չեք գտնել ուրիշտեղ, մեկը մի պրոբլեմ ունի, անպայման մի ընկեր պիտի վազի այդ պրոբլեմը լուծելու համար, Ֆրանսա կարող եք քեդին գնալ մահանալ, ոչ մեկը չպիտի կացեց օգնելու։ Ցավոք սրդի, այդպես դուրսեն քեղեցիկ Երևա, բայց իրականում արժեքների բագաս կա, մեր մոտ դեր Փառք Աստծո կա, ձեր խորհուրդը ինչ է, ձեր նման մարդկանց, որ ենթադրենք թոշակի են, ինչ կսեիք, դարբեր երկրների մեջ, ոչ միայն Ֆրանսա։ Ես կասեի, որ եկեք Հայաստան ապրել, միայն հիմա չեմ ասում, ես դա վաղուց եմ ասում, եկեք Հայաստան, մենք վախենում էինք, երբ որ եկանք Հայաստան, արդյոք ես կհարմարվեմ, այսինքն սա 1-2 շաբաթվա կորչի, միսիոնի ենք գալիս վիրահատության եւ այլն։ Հիմա ապրելու համար վախենում էի, կհարմարվենք արդյոք, նայեցանք շատ շուտ հարմարվեցինք ու հրաշալի է, բոլորին խորհուրդ եմ տալիս, եկեք Հայաստան ապրեք, այսպես ապահով երկիր չեք կրնար գտնել, հաջող կստանաք, թոշակներն դարեք, Փարիզի դուներնիդ վաճառեք, հոստեղ մի հատ դուն վերցրեք, նայած հիմա ավելի դժվար է, որտեղ հերու տեղեր պիտի վերցնես։ Բայց Փարիզի դունը նայած ինչ կարժի, եթե իրենց Փարիզի եթե Արվարձանը շատ բան չէ, Փարիզի մեջ է, Փարիզի մեջ է շատ բարձր է։ Ամենայն դեպս այդ լուծումները մարդ կրնա գտնել։ Քիչ առաջ որ ասիկ Վարշավի դիկաբրի այդ դունը պիտի ձախե հոսկա, հավատա որ մեր նախահայրերի երազն է հոսաբրիլը։ Եվ մենք պիտի մնանք դուրս օդարների մեջ, չեմ հասկանում այդ ամենը։ Ես հա չեմ հասկանում, դրա համար եկա։ Շատ շնորհակալություն ասլավ զրույցի համար։ Որ հույսով եմ որ ծեր օրինակը մարդիկ տեսնեն եւ իրանք էլ ատկայլին թիմեն, որ բոլորս միասին աս երկիրը դարձնենք մեր երազանքների երկիրը։ Հույսով եմ, շատ մեծ հույս ունեմ, որ պիտի լինենք։ Շնորհակալություն։